Շնորհակալություն, պարոն Ֆարմանյան, ես էլ ուսումնասիրեցի ճիշտ ասած ձեր հայտարարագիրը եւ տեսա, որ դուք նախորդ տարի, այսինքն այն, որը ներկայացրել եք կենտրոնական ընտրական հանձնաժողով, դուք նախորդ տարի աշխատել եք FHSP-ում, ստացել եք 882,000 դրամ աշխատավարձ եւ նաեւ այդ կազմակերպությունը ձեզ տրամադրել է 41 միլիոն 800,000-ի գրեթե փոխառություն։ Սա այն կազմակերպությունն է, որը դուք ասում եք, պնդում եք, որ դա ձերը չի եւ իմ վառ երևակայությունն էլ այստեղ տեսնում եմ մի այլ կազմակերպություն, որտեղից փոխառություն եք ստացել FHL անվանբամբ, որը իմ վառ երևակայությամբ ձեր անվան եւ հայրանունի առաջին տառերն են, այն է Ֆարմանյան Հայկ Լևոնի, եթե ճիշտ եմ ասում, կամ կարող է ինչպես դուք եք ասում, finance, չգիտեմ ինչ եւ օրինակ law։ Եվ եթե ուզում ենք իմանանք օրինակ մի քիչ էլ եթե խորանամ, այստեղ պետական ռեգիստրում օրինակ երևում է, որ ձեր մորաքույրը, եթե էլի ճիշտ եմ հասկացել, իրական շահառուների օրենքը ընդունվելուց հետո, որպես իրական շահառու արդեն գրանցվել է, մինչ այդ ձեր հայրն է եղել, մինչ այդ դուք եք դուրս եկել եւ ընտանիքի գրեթե բոլոր անդամները փայաբաժին են ունեցել։ Սա նշանակում է, որ դուք պաշտոնավարելիս ունեցել եք, այսինքն ձեր կազմակերպությունը, ձեր ընտանիքի կազմակերպությունը, այս արդյոք այստեղ դուք շահերի բախում նկատել եք, թե չէ, որովհետև դուք խոսում եք արդարությունից, իսկ անվան հետ կապված ես կարծում եմ կարելի է ընտանիքի անդամներից մեկին հարցնել, թե այդ ինչ F-ը այնտեղ, որը չէ, finance-ն էր, դա age-ը այնտեղ, որը մենք դեռ տենց չենք էլ հայտնաբերել ինչի մասին է։ Տիկին Վարդանյան, շնորհակալություն։ Նախ ասեմ, որ Արչին Բրոկ անունը ավելի ծանրակշիռ անուն էր, եթե ես ինչ-որ տես նպատակ ունենայի հատուկ, իրականում տեղյակ չեմ այդ FH ինչա նշանակում, որտեվ Արչին բանկի հետ կապ ունեցել նախկինում 1998 թվականին Արչին բանկն է հիմնադիրը, Արչին Բրոկ ՍՊ-ի։ Այսինքն եթե իմը լիներ, հետեւաբար կպահպանայի նախորդ անունը բրենդային։ Սա էս մասով։ FHL-ն այո, չեմ թաքցնում։ Ֆարմանյան Հայկ Լևոնի 21 թվականին հայրս է հիմնադրել, ընդ որում ես չեմ հիմնադրել, իմ անունով հայրս հիմնադրել այդ կազմակերպությունը 2021 թվականին։ Եվ այդտեղ հիմա հարցը որն էր ձեր, ես լավ չհասկացա ճիշտ ասած։ Այո, օրենքով սահմանված կարգով ստացել է փոխառություն, կա փոխառության պայմանագիր։ Ոչ, պաշտոնավարման ընթացքում չի եղել։ Ես պետական եկամուտների կոմիտեից ազատվել եմ 2019 թվականին, փոխառության պայմանագիրը կնքված է 2022 թվականին։ FHSP-ն ընդհանրապես անվանափոխվել է 2024-ին։ Ես պետական ծառայող չեմ 2019 թվականից։ Արձագանք Տիկին Վարդան։ Շնորհակալություն, պարոն Ֆարմանյան, այո, թղթերով ամեն ինչ օքեյ է, այս էր ձեր պատասխանը հիմնականում, եւ ես անդրադառնամ իմ հաջորդ հարցին, երբ ասում եք, որ դուք հյուսիսային կողմից հիբրիդային պայքար եք սկսել, հիբրիդային պատերազմի դեմ պայքար եք սկսել եւ այլն, ես ուզում եմ հասկանալ ձեր վերաբերմունքը Մարգարիտա Սիմոնյանի, Սոլովյովի եւ նման մարդկանց արտահայտությունների մասին, արդյոք համարում եք սա Հայաստանի դեմ ուղղված հայտարարություններ, թե ոչ։ Խնդրեմ ուղիղ պատասխան։ Նախ առաջի հարցին կարճ անդրադարձ կատարեմ։ Կարծում եմ Հայաստանի Հանրապետությունում հանցագործություն չի համարվում տնտեսական գործունեությամբ զբաղվելը, սա մեկ։ Եվ ես նորից եմ կրկնում 2019 թվականից հետո ես պետական ծառայող չեմ, թե հիմա իմ հայրն է այդ կազմակերպության հիմնադիրը, թե անունը Ֆարմանյան Հայկ Լևոնի է, թե Ֆարմանյան Լևոն Հայկի է, որևէ բան չի փոխում։ Հարցի ենթատեքստը անկեղծ չհասկացա։ Ամեն ինչ տեղի ունեցել, վստահեցնում եմ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Եվ չի եղել գետ 1 ժամանակաշրջան, որ ես ինչ-որ ունենամ օրենքին հակասող գործունեություն։ Ինչ վերաբերում է Մարգարիտա Սիմոնյանին, Սալավյովին եւ այլն, ես նախ տեղյակ չեմ ինչ խոսակցություն դուք նկատի ունեք, բոլոր այն խոսույթները, որոնք կվիրավորեն հայ ժողովրդին, որոնք չեն բխի Հայաստանի Հանրապետության շահերից, չեն ողջունում, դատապարտում եմ հստակ։ Չէ, կներեք ես մի հատ արձագանք, մի րոպե, ես ուրիշ բան, հիբրիդային ասելով ուրիշ բանի նկատի ունեմ։ Երբ որ ասում եմ Հայաստանի իշխանությունները պետական մակարդակով բարձրաձայնում է, որ մենք ստացել ենք 30 միլիոն եվրո գումար, հյուսիսից եկող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար, դա չի կարող հետևանք չունենալ, դա եմ ասում։